Ողջույն Օրագինյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Հույդա Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանին։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Մանուկյան, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը այդպես էլ չհրապարակվեց, նախորդին էլ Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, ընդդիմությանը հորդորեց վերջ տալ, այդ քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին շահարկումներին։ Եթե չեմ սխալվում, դուք անձամբ ծանոթացել եք այդ զեկույցին, ձեր գնահատմամբ ինչու իշխանությունը այդպես էլ չհրապարակեց դա, որքանով եք ծանոթացել դրան, որքանով կարող եք ինչ-որ հրապարակային բաներ ասել այդ զեկույցի մասին, ինչու գոնե հիմնական եզրակացությունները այդ զեկույցի չներկայացվեցին այդպես էլ հանրության։ Ինչ որ բերում Ալեն Սիմոնյանի արձագանքին ժողովրդական խոսք ասում, սելը ճռալու փոխարեն սել որն է ճռում, հիմա իրենցն է 4 տարի իրենք շահարկեցին, հիմա երբ որ ասում ենք լավ է 4 տարի որ շահարկում եք դրա արդյունքը ուր է, այդ արդյունքը չկա։ Իդեպ այստեղ մի հատ հատկանշական բան է, փաստաթուղթը, որը հիմա տրվել է առաջին բաժին գաղտնի բաժին, որպես զեկույց անունով, դրա վրա հատուկ կանոնակարգ կա, այսինքն հանձնաժողովի բոլոր անդամները քննիչ հանձնաժողովի ստորագրում են։ Ստորագրումը ազգային ժողովի նախագահը, որ ինքը ամբողջական տեսքի բերում։ Ալեն Սիմոնյանի ստորագրությունը չկա վրա։ Եվ չի էլ ուզում ինչքան գիտեմ ստորագրի, որոշ հանձնաժողովականների ստորագրություններ չկան։ Իդեպ Քարորիայի զեկույցը, որը էլի այս իշխանության ժամանակ հանձնաժողով ձևավորեցին մեծ հրավառություններով, այդ տեսեք հեսա ինչեր ենք անելու, այդ զեկույցում էլ որոշ պատգամավորների ստորագրություն չկան։ Նախ ինչի էր իշխանությունը ցանկանում ստեղծել այդ հանձնաժողովը եւ ինչի ենք մենք ընդդիմանում։ Որովհետեւ իշխանությունը հասկացա, որ 44 օրյա պատերազմից հետո հարցերը, հարցականները բազմաթիվ են, իրենց ուղղված մեղադրանքները շատ են, մեղադրանքների տարափեր եւ գտան մի միջանկյալ լուծում, եկեք ձևավորենք քննիչ հանձնաժողով, ինչ մեղադրանք Նիկոլ Փաշինյանին իշխանության ուղղվի, այդ տեսեք քննիչ հանձնաժողովը կա, թող նա պարզի։ Նաեւ հասկանալի էր, որ քննիչ հանձնաժողովում չեն կարող ներառվել քրեական գործերով տարբեր զինվորականների նկատմամբ հարուցած քրեական գործերով տարբեր դրվագներ։ Դրա համար մի հսկայական մաս 44 օրյա ռազմական գործողություններից այս քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունների մեջ չկան։ Եվ վերջապես այս 4 տարիներին, երբ որ ամբողջական զեկույցը պատրաստ չէր, իշխանությունը ինչ ուզում կարողանում էր ասել։ Արդյունքում չստացանք ոչ մի բան։ Ինչու գնացի ծանոթացա։ Սկզբանե մեզ համար հստակ էր, որ այս քննիչ հանձնաժողովը չի ունենալու հանրային վստահություն, լեգիտիմություն չի ունենալու եւ դրա նշաններից մեկն է, որ որևէ մեկի վեճը չի, այդ հանձնաժողովը կա, չկա, զեկույց պատրաստ է, չպատրաստ է, որովհետեւ հասկանում են, որ այդ հանձնաժողովը չի կարող իր իսկ իշխանության գործողությունները ամբողջական քննությանը ենթարկել։ Եվ այդ առումով մենք ասում ենք, որ դրա մեջ օբյեկտիվ բան չի կարող լինել եւ իրականում օբյեկտիվ բան էլ չկար։ Ինչու ամբողջական չեկավ հասավ մինչև ազգային ժողով եւ իշխանության ձեռքում չեղավ այն զենքը, որ այ տեսեք խեղճ Նիկոլ Փաշինյանին բոլորը վատաբանում եք, որովհետեւ երբ որ առաջին անգամ ծանոթացա, մի կարճ գրություն էի գրել, որովհետեւ գաղտնիության պարտավորությունների մեջ է այդ փաստաթղթի եղած տվյալները, փաստական տվյալները իրավունք չունենալ հրապարակել, առաջին տպավորությունս հայտնի խոսք է, որ նաև խորհրդային ֆիլմերում ասում է, քննության մեջ գլխավորը, որ սեփական հետքի վրա դուրս չգաս։ Իսկ սեփական հետքի վրա դուրս գալու բազմաթիվ դրվագներ եմ այդ զեկույցում նկատել, որովհետև իշխանությունը չհասավ իր նպատակին, որովհետև սպիտակ հրեշտակի թևերով քննիչ հանձնաժողովը չկարողացավ ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, որովհետև որքան է փորձեն սև թևերը սպիտակ ներկել, սևը մեկ է տակից երևում է եւ հրեշտակ չի կարող դառնալ։ Այնտեղ բազմաթիվ խնդիրներ կան օբյեկտիվության հարցով, որովհետև քննիչ հանձնաժողովը շատ քաղաքական, պետական, նաեւ զինվորական գործիչների չէր էլ հարցաքննել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Ես կարող եմ ասել, որ այս քննիչ հանձնաժողովի այդ փաստաթղթերը մշակվել է, որոշ դրվագներ կան, որ բավականին գնահատելի է
այսպես ասեմ, քաղաք դասերի արդյունքում ինչ որ գաղափարներ, առաջարկներ, բայց ինքը ամբողջությամբ չի կարողացել ուղղակի պատճառներ ուսումնասիրել։ Բայց նույնիսկ այս փաստաթղթով դատախազությունը եթե այդ փաստաթղթը ձեռքի տակ ունենար, պարտավորված էր լինելու մի քանի քրեական գործ հարուցել քաղաքական ղեկավարության նկատմամբ։ Իդեպ այնտեղ մի փաստ կա, որ մի դրվագով դեռ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամանակ մի դրվագով դիմել են դատախազություն, դեռ տեղեկություն չունեմ կա քրեական գործ թե չէ, պատրաստում եմ հարցում ուղարկել։ Բայց այստեղ ամբողջ իշխանության, փնթիության լավագույն խորհրդանիշ է, այսինքն քննիչ հանձնաժողովը աշխատում էր, մենք բարձրաձայնում էինք, լրագրողներ բարձրաձայնում են, որ Քոչարյան Անդրանիկը ժամկետներն է խախտել, քննիչ հանձնաժողովը ժամկետ է խախտել, ժամկետ մենք գոռում ենք, իշխանությունը ծպտուն չէր անում։ Մեկ էլ երբ որ եկավ արդեն վերջանալու, մեկ էլ տեսեք Ալեն Սիմոնյանը պարզել է, որ օրենքի խախտում կա։ Եթե օրենքի խախտում կա, այդ դեպքում ինչ են խորհուրդ տալիս գնացեք ծանոթացեք, որովհետև եթե օրենքի խախտումով լեգիտիմ չի այդ զեկույցը, իմաստ չկա ծանոթանալու։ Եվ երկրորդը, քանի որ չկար որևէ բան, սկսեցին մուննած գալ, բա դուք հանձնաժողովում լավ եք աշխատում, վատ եք աշխատում, իսկ խորհրդարանական գործունեության մեջ կա տրամաբանված աշխատաձև։ Մեր խմբակցությունում բնականաբար կա դերերի բաշխում։ Տնտեսական հարցերով Հաթոբոս Ավետիսյան, Արտուր Խաչատրյան, այսինքն հիմնականում մենք ուշադրությունը դարձնում ենք եւ երբ որ հարցը գալիս է որոշում առնելու, նրանց կարծիքն է մեզ համար կարեւոր։ Երեք քվեարկություններ են, պաշտպանական բնույթի մի շարք օրինագծեր են, ամբողջ ֆրակցիան նայում է հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյան, Արգիշտի Գևորգյան, Գեգամ Մանուկյան, ինչ կարծիք ունեն կողմ դեմ ձեռնպահ քվեարկելու։ Եվ բնականաբար տրամաբանականը, որ այդ փաստաթղթին պետք է ծանոթանալ Գեգամ Մանուկյանը, Աննան կարծեմ ծանոթացել է, Արգիշտի հետ խոսել ենք եւ Արտուր Խաչատրյանը, որտեղ շատ կենտրոնացած է արտաքին քաղաքական հարցերում, այսինքն կարիք չկա ես սոցիալական առողջապահական ապահովագրման թեմաներով քննարկումներին չեմ մասնակցել, որովհետեւ գիտեմ, որ Արմենուիկ Կյուրեղյանը մասնակցում է, հիմա նույն ձևել այս փաստաթղթին ծանոթանալը։ Ինձ համար շատ կարևոր է այդ փաստաթղթին ծանոթանալ, որպեսզի եւս մեկ անգամ մտքումս հանգիստ լինեի, որ 22 թվականին, երբ որ ձևավորում էին հանձնաժողովը եւ մենք բոյկոտեցինք, իրական էր մեր դիրքորոշումը եւ ես այսօր շատ հանգիստ խղճով ասում եմ, որ շատ ճիշտ արեցինք, չլեգիտիմացրեցինք իշխանության այդ սև հրեշտակի թևերը սպիտակեցնելու փորձի աշխատանք։ Պարոն Մանուկյան, Դաշնակցությունը պատրաստվում է մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին, վերջերս նշեցիք, որ նախընտրում եք դաշինքի ձևաչափով մասնակցել, բնականաբար Հայաստան դաշինքի կազմում։ Որ ուժերի հետ եք, այսպես տեսնում, համագործակցություն եւ որ ուժերի հետ եք բացառում որևէ համագործակցություն։ Ոչ թե Դաշնակցությունը պատրաստում է ցանկացած քաղաքական ուժ ընտրությունների հաջորդ օրվանից պատրաստում է հաջորդ ընտրությունների։ Առավել ևս այսպիսի ճակատագրական երկընտրանքի իհարկե անցնող 4 տարիները յուրահատուկ են, որովհետև որպես այդպեսին 4 դասական իմաստով ընտրությունների պատրաստություն երբեք չի եղել։ Այսինքն ամիսներով շուրջ 2 տարի փողոցում ա եղել Դաշնակցություն մեր ամբողջ կառույցը եւ անցնող 4 տարիներին, եթե փողոցային պայքարի մի քանի փուլ ա եղել հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, սրբազան շարժում այդ բոլորի մեջ դիմադրության դեպքում ամբողջ ղեկավարումն ու կազմակերպական բեռը, իսկ մնացած բոլոր դեպքերում որպես զինվոր, որպես մասնակից ամբողջությամբ նվիրված եղել։ Բայց իրականությունը նաև որ 26 թվականի հունիսին կայանալու են խորհրդարանական ընտրությունները, բնականաբար մասնակցության հարցը։ Նախ պետք է ասեմ, որ մեծ մասը ովքեր անցնող մի քանի ամիսներին եւ որոշների ձայների հիմա լսվում է, որ ընտրություններով անհնար է հարց լուծել, իրականում սա շատ ավելի վնաս է հասցնում այս իշխանության հաղթելու գործին, քան օգնում է, որովհետեւ այդ նիհիլիզմը դե սրանով հարցը չի լուծվում, շատ մարդկանց հիասթափեցնում է եւ չի մղում, որ գնան ընտրատեղամաս։ Իսկ ընտրությունների ամեն քաղաքացու մասնակցությունը խիստ կարևոր է, անկախ այն բանից, ում են կողմ քվեարկում։
չքվեարկեն այս իշխանության ցանկացածին կողմ քվեարկեն, բոլորին դեմ քվեարկեն, ինքնին արդեն մեծ մասնակցություն այս իշխանության հեռացման։ Մեր դիրքորոշումը եղել է Գերագույն մեր ժողովով, իսկ այսպես ասեմ, Գեղամի կամ Իշխան Սաղաթելյանի կամ չգիտեմ, որևէ մեկ այլ մեր ընկերոջ ճաշակով չի եղել, մի քանի ամիս ամբողջ Հայաստանի Դաշնակցության կառույցը բոլոր մակարդակներով, քննարկումներով, Գերագույն ժողովով ընդունվել է որոշում, որ դաշինքային ձևաչափով մասնակցություն գնահատվել է Հայաստան խմբակցության գործունեությունը, Հայաստան դաշինքի անցնող տարիների գործունեությունը, բնականաբար դաշինքային տրամաբանությամբ առաջի երկխոսությունը մեր գործընկերների հետ են, դեռ վաղ է ասել ձևաչափը ինչպիսին է լինելու, բայց երկրորդ մոտեցումը եւ շատ կարեւորումը մեր կողմից չպետք է թույլ տալ ընտրություններին ձայնել փոշիացնել։ Քաղաքական ուժերը գալիս է կարծացի առավոտ թերթի գլխավոր խմբագրի Արամ Աբրամյանի, որը չեզոք մարդ է, ընդհանրապես ոչ կուսակցական մարդ է, այդ դիտարկումը, որ շատ կարևոր որ կուսակցությունները, որոնք չեն պատկերացնում, որ շեմը հաղթարելու են, առանձին ձևաչափով չմասնակցեն, որտեղ փոշիանալու է քվեն։ Իսկ այդ փոշիացումը հետո վաղը չի բացառում, որ օգնի այս իշխանության վերարտադրությանը։ 21 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ստացավ տեղերի առումով հենց այդ 20% փոշիացած ձայներից։ Եվ շատ կարևոր է, որ խոշոր միավորներով ընտրություններին մասնակցի, որը հնարավորություն կտա նաև ընտրողին խիստ նեղ երկընտրանքի մեջ չլնել եւ ընդդիմության մեջ առնվազն մի քանի խոշոր ուժերի արկայության պարագայում ընտրություն կատարել հենց ընդդիմության մեջ գիտակցելով որ այս իշխանությունը պետք է հեռանա իսկ ումը չեն մասնակցել կարծում տրամաբանական է ԿՊ եւ յուր արբանյակներ Նախորդին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտպանել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ինչպես է գնահատում նրա հայտարարությունը եւ ձեր գնահատման արդյոք դա կապ ունի Վարդան Ղուկասյանի ռուսամետ դիրքորոշման հետ թե այլ Այսինքն դուք ո՞նց եք կարծում եթե Վարդան Ղուկասյանի ձերբակալում են քաղաքական մեծամասնության падգամավորները իրար հերթ չտալով Վարդան Ղուկասյանին մեղադրում են ռուսի շպիոնելու չգիտեմ ինչ լինելու գուբերնիստ այսինքն այդ Ռուսաստանի մասին են չէ խոսում Իսկ այդ երկրի արտաքին գործերի նախարարի վերջը երկրի շահերը պաշտպանում է։ Թող լեզուները շահ չտան, պատասխաններ չստանան։ Իհարկե փաստը որ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցած քրեական գործերից մեկը որ կարճվեց, հենց վերաբերվում էր այդ Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչ որ առումով հետաքրքրություն, բայց ինչ որ մեծ աշխարհակաղակական բան չեմ տեսնում դրա տակ։ Ռուսաստանի իշխանությունների այսօրվա գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, որ ինքնիշխան Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղստանը չպետք է գոյություն ունենան, այլապես դրանք կդառնան ֆորպոստներ։ Ինչպես է գնահատում նրա այս հայտարարությունը։ Ռուսաստանում կան մի քանի այդպես ոչ եթերային բառ չեմ ուզում օգտագործել, մեծապետական ինքնասիրահարված տիպեր որոնց լռելը շատ ավելի հավերժ լռել չեմ ասում էլի ուրիշ սպառնալիք չի լռելը շատ ավելի օգուտ է սեփական ժողովրդին քան խոսելը ես ժամերով Դուգինի մասին կարող եմ խոսել եւ Դուգինի թուրքական թեզերի առաջ տանելու մեծապետական տարբեր ժամանակահատվածներում Դուգինի եւ կան որոշակի այդպես իրենց փիլիսոփա պատկերացած մի քիչ շատ չափազանցրած է որ Կրեմլի գաղափարախոս եւ այլն որտեվ Ռուսաստանը չճանաչող մարդն է այդպես ձևակերպում այս մեկը Կրեմլի գաղափարախոսն է Սալավյովը Կրեմլի խոսնակն է սա էլ չգիտեմ Կրեմլի ծաղրածուն է ու համարի որ Ռուսաստանի պետական դիրքորոշումը սա է այդ երկիրը ոնց որ իրանց Կրեմլն է բազմաթիվ աշտարակներով այդ երկրի իշխանությունները լնա բազմաթիվ աշտարակներով, որը մեկից շատ հաճախ անկախ են եւ այդ առումով այս Սալավեի դեպքը որ կար վերջերս H2-ում Շավարտ Գևորգյանի հարցազրույցում
մինչև հարցազրույցը հիշեցինք, որտեղ երկուսը ներկա են եղել։ Տարիներ առաջ 12-11 թիվ դաշնակցությունը կոալիցիայից դուրս է եկել, մենք սարսափելի քննադատում ենք Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը, մի քանի լրատվամիջոցների ղեկավարներով հրավիրված ենք Մոսկվա, գնացել ենք այդ հայտնի կրեմլյան քարոզիչ ասեմ, Կիսիլյովի հետ հանդիպան։ Մեկը Կիսիլյովը տարավ, բերեց Սերժ Սարգսյանի Սփյուռքի մասին շատ անարգալից խոսած, տեղից սկսի գոռալ։ Դու ով ես որ Հայաստանի ղեկավարի Սփյուռքի մասին կարծիք ասես, շատ անախորժ վեճ էր։ Հետ են եկել որոշակի շրջանակի դամը, գյուղում ճիշտ է որ Սերժ Սարգսյանին ես պաշտպանում, ես Սերժ Սարգսյանին չեմ պաշտպանել, պաշտպանել եմ Հայաստանը, որովհետեւ մեկը իրավունք չունի քիթը խոթել։ Իհարկե հետո իշխանությունը մեղադրում է, ասում է, այդքանից հետո ո՞նց է Կիսիլյովին լավ դիմավորում, բանը որ տարել էին ազգային ժողով։ Այդ առումով իշխանության այդ այս վերջերս մանիպուլատիվ, այ ընդդիմություն խոսեք Սալավյովի մասին, ինչի, այլ կարծես Սալավյովը մեր Հայաստան խմբակցության պատգամավորներ մեր վրա են մունած գալիս, բայց իրանցից որևէ մեկը չի համարձակվում որևէ ռուս պաշտոնյայի, պետական պաշտոնյայի հրապարակային ինչ որ բան ասի, իրանց ամենաբարձր մակարդակը Զախարովան է։ Դրանից ենկում Մատվիենկոին տենում են ծաղկե փնջեր են տալիս, Պուտինին տեսնում են, ընդհանրապես բերաններ է բացամնում։ Որփի գլխով կռացած սպասում են թե Պուտինը ինչ կասի։ Բայց փոխարենը երբ որ Թուրքիայի արտգործ նախարարը ուղղակի միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, փոխանակ ասեն դու գործ չունես, քո ինչ գործն է Հայաստանում, ով է գալու իշխանությունով չի գալու, դա Հայաստանի ժողովրդի սուվերեն որոշելիքն է։ Փոխարենը դրա փոխարենը շնորհակալություն Թուրքիային, Ադրբեջանի բոլորին, վայ շնորհակալություն սատարելու։ Սա այսինքն իրենց համար հարցը ոչ թե իրոք ինքնիշխանությունն է, այլ իրենց համար այդ Ռուսաստանից հնարավորինս փոխվել է, որովհետև շատ էլ լավ հասկանում են, որ հաջորդ տիրույթը, որտեղ հայտնվելու է Հայաստանը, դա Փարիզների սրճարանները կամ բրյուսելյան եվրո բյուրոկրատիայի շենքերը չեն, դա Թուրքիան է, Նախորդին Ռուբեն Ռուբինյանին հարցրին, արդյոք պատերազմուք հպականներ զոհվել են թե ոչ։ Ռուբինյանը վիրավորվեց ու չպատասխանեց այդ հարցին, ասելով, որ պատկերացնի, որ չի լսել հարցը։ Դուք անձամբ տեղյակ եք հպականների շրջանում զոհվածներ կամ պատերազմում։ Ես կուսակցական պատկանելությամբ երբեք զոհերին չեմ հաշվում, որտեղ ցանկացած մեր հայրենակից բոլորինս է, ես պարզապես երբեմն նեղվում ես, նեղանում ես, սրտնեղում ես, ցավ ես ապրում, որքան քո նկատմամբ, քո կուսակցության նկատմամբ ճղճիմ քաղաքական հաշվարկներով անարդար են, որովհետև նույն երեկվա ազգային ժողովի քվեարկությունը, որ եղավ հայրենիքի համար զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր հայտարարելով, միանգամից իշխանական մանիպուլատիվ համակարգը, որ տեսեք Հայաստան խմբակցությունը փորձելով ներկայացնել, որ նման հիշատակի օրվան դեմ ենք, բայց գիտեք, առնվազն դաշնակցականներին այդ հարցում մեղադրելը տմարդի բան է, շատ էժան բան է, որովհետև եթե իրանց համար դառնալու է հունվարի 27-ը հիշատակի օր, մեզ համար մենակ հունվարի 27-ը չի, որտեղ հունվարի 26-ին գնալու են Եռաբլուր, խոնարհվելու, ընտրենք Նորիկի, Կարենի, Կարոյի հիշատակին, Քարինտակի նահատակ են բոլոր տղեկ հիշատակին, որ այսօր ամփոփած են Եռաբլուրում, այդ մի հատ ուրիշ շարք է էլի, Վարդան Աբախշյան կողքը բերեցին Սակոյին, որ ավելի ուշ մահացավ առողջական պատճառներով, Նորիկն ամյուսներն են, որոնք դեռ Բերթաձորից 90 թվին ինքնապաշտպանության մասնակցում, իսկ Նորիկյան հունվարի 26-ին 92 թվականին Քարինտակի ինքնապաշտպանության ժամանակ նահատակվեցին։ Ու այդպես ամեն օր, այսինքն ընդհանրենք իմ տարին սկսվում է ամեն տարի արդեն տասնամյակներով հունվարի 2-ին Եռաբլուրում Շահեր Մեղրյանի ծննդյան օրն է։ Հարազատներ, ընկերներ, մարտական ընկերներ, հունվարի 2-ը գրեթե
այս տարի տաքսվարորդին ասեմ ինչ է էլի սովորությունը 23 տարի բացառությամբ 2 տարվա որ Հայաստանում չեմ եղել ամսի 2-ին ժամը 12-ին ես բարձրանում եմ Եռաբլուր ու այդպես ամեն օրն է այդ առումով զերծ կմնամ շատ գնահատականներ տալուց Սավանափակվա մեզ կանոն Պարոն Մանուկյան, չնայած անընդհատ խոսվում է Նիկոլ Փաշինյանի հեռացման անհրաժեշտության մասին, սակայն այդ մասով այդպես էլ արդյունք չկա։ Ինչու՞մ է սխալվում ընդդիմությունը, որ չի կարողանում հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Փորձել եք այս հարցի պատասխանը ունեք հենց ձեր խմբակցության ներսում գտնել։ Գիտեք, ինքնարդարացման համար չեմ ասում։ Այստեղ ավելի շատ ոչ թե ընդդիմության սխալն է, ընդդիմության թերացումն է, այլ այն կերպով, որ Նիկոլ Փաշինյանը պահում է իր աթոռը։ Տեսեք, տարիների ընթացքում բոլոր նախագահների արկայության դեպքում էլ եղել են ընդդիմադիր շարժումներ, ընտրություններից հետո յետընտրական գործընթացներ, ընտրությունների ավարտից հետո տարբեր տեսակ հրաժարականների պահանջներ, 92-ին դաշնակցություն Լևոն Տեր-Պետրոսյանին, հետո Ռոբերտ Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյան, բայց այն կիրքը, այն անթույլատրելի, այն տոտալ ուժային համակարգի զորաշարժ, որ այս իշխանությունը իրականացնում է, երբեք չի եղել։ Դիմադրության շարժման օրերին օր կար 700-ից ավել քաղաքացի բերման էր ենթարկում, երբ այլևս տեղ չկար, ոչ մի տեղ չկար։ Դարել էր Երևանի տուրիստական կարմիր ավտոբուսի նման ոստիկանական մեքենաները պատտվում էին ամբողջ Երևանում, որտեղ ոստիկանատներում տեղ չկար, որ այդ բերման ենթարկածներին 3 ժամով պահեն։ Ստիպած մեքենայով 3 ժամ պատտեստում էին, ստիպած ազատ էին արձակում։ Երբեք այս կրքով անթույլատրելի մեթոդներով երբեք իշխանությունը չի պահվել։ Եվ այստեղ կա եւս մի հանգամանք։ Արտաքին ուժային կենտրոնները երբեք այսքան իշխանություն պահելու աշխատանքներում չեն միջամտել, ինչպես հիմա է։ Գիտեք, իշխանությունը հիմա փորձում է այդ առավոտվան գիշեր հիբրիդային պատերազմ, ձեր կերրից չեն անի Պուտինին մի բան ասեն, դրա համար ասեն ակնարկով մատը խաչարած բան դպրոցական երեխու նման ակնարկում են, որ այդ Ռուսաստանի մասին է, բայց այսպես ասեմ, մենք չենք էլ նկատում արևմուտքի այն տոտալ աջակցությունը այս օրերին, այս շաբաթներին արևմտյան բազմաթիվ ֆոնդեր, գրանտային կազմակերպություններ, տարբեր ստրուկտուրաներ տոտալ Հայաստանում սկսել են աշխատանք իրականացնել։ Տոտալ Հայաստանում սկսել են աշխատանք իրականացնել։ Ընդ որում դրանց մի կարևոր մասը, երբ որ նայում ես իր գործունեությունը, մի կարևոր մասը տեղափոխվել է Մոլդովայից Հայաստան։ Ընդ որում շատ հաճախ իրենց խոսույթի մեջ իրենք չեն էլ թաքցնում, որ Մոլդովայում այսպես կոչված հիբրիդային պատերազմի դեմ պայքարի այդ փորձառությամբ են եկել Հայաստան։ Այսօր էր կարծեմ հրապարակվել է Կարնեգի կենտրոնի վերլուծական մի հոդված, որ Միացյալ Նահանգները ձեռները կշտած պետք է ամեն ինչ անի այս իշխանությանը պաշտպանելու։ Եվ պատահական չի Ֆիդանի հայտարարությունը։ Այս մի քանի օրերին նայեք Ադրբեջանի նախագահի ելույթները երբ որ նայում եմ, իր տեսակը չի, իր խոսույթը չի, այսինքն հաղթած կամարական Հայաստանի նկատմամբ խոսող Ալիևը դարձել է, որ ինքը պարզվում է Երիչանի կա, որ մի քանի ամիս այսպես կոչված խաղաղության մեջ են ապրում։ Եվ այս ամբողջը Իսիրուն Հայաստանի իշխանության վերարտադրման իրականում այս իշխանության մեծագույն հանցանքներից մեկը, որ Հայաստանի ընտրական վճռահատումը թողել է Ադրբեջանի եւ Թուրքիայի, այսպես ասեմ, ճաշակի ու ցանկության վրա, որովհետեւ նույն հոգեբանական առումով ընտրողի վրա ամենամեծ ազդեցություններից մեկը կարող է լինի Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը չի հանդուրժի պայմանական ռևանշիստների իշխանության գալը եւ այս իշխանությունը պետք է շարունակի խաղաղության գործընթացը կամ եթե ռևանշիստները գան իշխանության հարցական տակ կդրվի Հայաստանի սահմանադրության հետագա փոփոխությունը, Ադրբեջանը սա հանգիստ չի կարող հանդուրժել եւ կդիմի համապատասխան
գործողությունների։ Այդ Փաշինյանն է սպառնում, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի, նույն համատեքստը։ Հա, որտեվ իրար հետ են աշխատում։ Եվ այդ երկընտրանքը, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի, իրականում սպառնալիք է սեփական ժողովրդին, այսինքն ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Իսկ իր մոտ այդ երկընտրանքը միշտ կա, եթե ես չլինեմ, Հայաստանը վարչապետ չի ունենա եւ այլն։ Այդ նույն տրամաբանական գծի շարունակությունն է։ Անդրադառնանք նաև Թրամփի ուղուն, քանի որ ընդդիմությունը այսպես փաստացի քննադատեց այն, պնդեց, որ դա սահմանափակում է Հայաստանի իշխանությունը։ Անձամբ դուք ինչ դիրքորոշում ունեք այս հարցում։ Նախ այդ փաստաթուղթը ինչ է։ Հայտարարությունը որևէ իրավական ուժ չունի։ Որտեվ նույնիսկ իրավակարգավորումներն է շատ դժվար։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ստորագրել կամ արտգործնախարար Արարատ Միրզյանը ստորագրել է, վաղ Արարատ Միրզյանը Հայաստանի արտաքին գործերի նախարար չի։ Լավ, ԿՊ-ից մեկ ուրիշ նախարար է, այդ նախարարն ուզում է շարունակի։ Փաստաթուղթը ինքնին արձանագրում է, որ սա իրավական ուժ չունի եւ պարտավորություն չի Հայաստանի կամ Միացյալ Նահանգների համար։ Դա շատ մանրամասների ես չեմ անդրադառնա։ Փաստացի 99 տարով կառուցապատման իրավունքով է տալիս են այդ հողը։ Այնտեղ թող մասնագետները խոսեն իրավաբանները, ես մենակ մի բան կուզեմ արձանագրեմ։ Ալիևը, որ ասում էր Զանգեզուրի միջանցքի վերջո այդ ինչ էր, ոչ թե Ադրբեջանի դրոշները պետք է ճանապարհի վրա տնկվեին, այլ Ալիևն ասում էր առանց հայ սահմանապահի եւ Մաքսավուրի հետ շփման, մերոնք պետք է մտնեն Սյունիք, Սյունիքով դուրս գան Նախիջևան։ Հիմա այդ նույն փաստաթղթում back office-ի այդ գաղափարը որ կա, պատվիրակելու, այսինքն Սարի վրա նստած է մի հատ հայ Մաքսավուր սահմանապահ, որը համակարգչի առաջա, Աբդուլ Աբդուլայևը գալիս է, Ադրբեջանի պահանջն էր, որ Աբդուլ Աբդուլայևը չշփվի հայ սահմանապահի Մաքսավուրի հետ։ Հիմա ըստ տրամաբանության, որտեվ իրանք հոդաբաց չեն բացատրում, ըստ տրամաբանության X ընկերության պաշտոնյա, որը կարող է լինի հնդիկ, ճապոնացի կամ ֆիլիպինցի, որը բարձու աշխատող է, կստուգի բեռը, կստուգի անձնագիրը, ասի Պարոն Մանուկյան վերևը նստած, որ իրավունք չունի ադրբեջանցու հետ շփվի։ Սրա մուտքը թողնենք, հա, թողնենք կնոպկեն, կսխմեն, մուտքը թողնվի։ Ինքնաբավարարում, ինքնիշխանությունը հայ սահմանապահի ձեռքում է, բայց ի վերջո կատարվում է Ալիևի պահանջը։ Սահմանապահը, Մաքսավուրը չպետք է շփվեն։ Մնացածը ինքը շատ, այսպես ասեմ, մի քիչ ավելի յուրահատուկ լեզվով գրված նաև հայտարարությունը, որ հատիկ բոլոր փաստերը ավելի շատ մասնագիտական, իրավական, միջազգային իրավական, տնտեսական, կադաստրի մասնագետ, որտեղ կառուցապատման իրավունքը 99 տարով դրան հետևող բոլոր հետևանքները ուսումնասիրման նյութ են։ Պարոն Մանուկյան, դուք երկար ժամանակ ղեկավարել եք Երկիր մեդիան եւ այսօր տեսնում ենք, որ իշխանությունը լրագրողների հանդեպ կարծես շատ կոշտ եւ անհանդուրժող վերաբերմունք ունի։ Ինչով եք պայմանավորում այս վերաբերմունքը, մանավանդ այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանը ու նաեւ իշխանության մի շարք այսպես ներկայացուցիչներ նախկինում լրագրողներ են եղել։ Մեղք է նրանց լրագրող մի ասեք։ Բայց օրերս Ալեն Սիմոնյանն ասում էր, որ նայեք, իրականում 18 թվականին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ես չէի հիշում այդ դեպքը, իմ աշխատակիցներից մեկը ասել, որ երկու ընտրություններին է Սերժ Սարգսյանին ոչ դաշնակցությունը աջակցել է, ոչ կողմ է եղել։ Հրաժարականից հետո ինչ որ 1-2 ուրախության ձայներ որ լսեցի, ասացի դուք դեռ կփոշմանեք սրա համար, հետո պատերազմից հետո գամ որտից է Ում լսի ասեմ, ես Նիկոլին լավ գիտեմ, եթե Հայաստանում լրագրության ոլորտում կա կոռուպցիա, հայրերից մեկը ինքն է, ու բազմաթիվ այլ դրվագներ, անպատասխանատվություն է դեղին մամուլ, պաշտոնյաների վրա գրել, նախարարներից փող առնել եւ այլն, այսինքն Իրան եմ ազգային ժողովում ասել։ Ինքը նստած է, պատմել եմ հայտնի դեպք, որ հարկայինի պետը իր երկու աշխատողին ասում Հայաստանում հարկայինի պետը ով է, ասում են դու, բայց եթե ես եմ հարկայինի պետը, բա Նիկոլը ո՞նց է վերես նալոգ դրել։ Սա այս առումով երկրորդը շատ վաղուց է հարցը հասունացած։ Կա երկու ամենամեծ վտանգները։ Չկա քաղաքացիական հասարակություն։ Այն բոլոր հեկները, որ տասնամյակով Հայաստանում առավոտվանից գիշեր խոսել են արդարությունից, ժողովրդավարությունից, էկոլոգիայից, այսօր բուսաբանական այգու հերն անիծել են, փրթել են, որևէ մի էկոլոգ չկա։ Մի հատ ծառ էին կտրում ազգի կեսը ոտքի էր կանգնում։
մի հատ էկոլոգ չկա, մարդու իրավունքներ չկա, բոլորը բերանները լեզուն ատամների ետև կամ պաշտոն է ստացել։ Եվ այդ առումով հակադարձումը շատ հատուկենտ է, այն օր ազգային ժողովի Քնար Մանուկյանն ու Սոնայի հետ տեղնացած միջադեպից հետո աչքով սնկավ առաջին քիչ դեպքերից որ մամուլի կազմակերպություններ հայտարարություններ արել, բայց ես պատկերացնում եմ այն օրերին, եթե այսպես լիներ, ինչ հայտարարություն, կպայթե։ Եվ շատերը պնդում են, որ բոլոր իշխանություններից առավել այս իշխանության ժամանակ են լավ։ Ես ձեզ անկեղծ պետք է ասեմ, Հայաստանում մամուլի դեմ խոսում է մի մարդ, որի կուսակցության բոլոր թերթերը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մի գիշերվա մեջ փակվեցին։ Անկամ մեր հետ կապ չունեցող ուղղակի դաշնակցական խմբագրով։ Համակարգիչները ջարդվին, տպարանը ավերվեց, թալանվեց, բայց այսպիսի տոտալ հարձակում մամուլի դեմ չի եղել մեր երկրում երբեք։ Եվ կա այստեղ մի կարևոր բան։ Ազգային ժողովում շատ եմ շփվում իմ գործընկերների հետ։ Ժողովուրդ ասում եմ, բանա, դուք պետքա ասում երեխան մինչև չի լացում, կուրտ չեն տալիս։ Դուք պետքա ձեր դիրքորոշումը ցույց տաք։ Դուք, այսինքն նույնիսկ պարզ ազգային ժողովի ամբիոնից եմ ասում, բոյկոտեք դրան, միկրոֆոն մի դայաղարեք դրան։ Ես խոսում եմ մի լրատվամիջոց, որի լրագրողը, որով հպարտանում եմ Հովիկը Շողիկյանը, երբ որ տարիներ առաջ էր, անուններով ասում, Սերժ Սարգսյանի եղբայրը Ալեքսանդր Սարգսյանը որ ժամանակ պատգամավորը ձեռք էր բարձրացել լրագրող Թագուհի Թովմասյանի վրա Հովիկը ձեռը բռնել է։ Եդ ամբողջ մեր կոլեկտիվը հպարտ էր Հովիկով, որովհետև այսինքն այդ բանը կար էլ իրար պատերժ կաներ ոչ հայերեն բառ օգտագործում, որովհետև Իսահակյանն ասում է վարպետ հայերեն պատերժ կա ոնց ասում հայերեն այդ բառը չկա, որովհետև հայերը իրար պատերժ կա չեն անում։ Այսինքն այս ձևի հարձակում, նայեք կոռուպցիա, չէ՞։ Հայաստան կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ տեսել եք։ Մի հատ կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ ղեկավար կար, հիմա ԿՊ հանձնաժողովի անդամ է։ Այսինքն այն ինչ որ այս պարգևավճարների խայտարակությունն է ու դրանից հետո էլ այն ամբարտավան կեցվածքը, բայց թոշակառույն 10,000-ը ինչ է, բայց մենք խաղաղություն ենք բերում, լավ պետք է հակնենք։ Այս ձևի ցինիզմ ակնառու ամեն քայլափոխի տենում ես այդ կոռուպցիան։ Ամեն քայլափոխի տենում ես մի հատ ՀԿ չկա ծպտուն հանի։ Դրա համար է դարել են ձևի ամբարտավան։ SMS-ով առօրյան գիշեր մարդ անեն, սրան անեն, նրան անեն։ Պարոն Մանուկյան, օրեսել Ալեն Սիմոնյանն ասաց, որ վատ ռեզյումե չունի, կարող է առնվազն լավ լրագրող աշխատել։ Եթե դուք օրինակ նորից ղեկավարեք Երկիր մեդիան, Ալեն Սիմոնյանին երբևէ աշխատանքի կընդունեք որպես լրագրող։ Դե Ալեն Սիմոնյանը երբեք լրագրող չի։ Ինչքան իր կենսագրությունում հիշում եմ, որ գրել էր, որ Երկիր մեդիայում է աշխատել, զարմացա, որովհետև ես առաջին օրվանից Երկիր մեդիայում եմ եղել, հետաքրքրվեցի մեր տնօրենից, որովհետև չեմ հիշում էլի։ Ասած մի հատ երաժշտական հաղորդում կար, դրա պրոդյուսերներ կողքում դրսում պատրաստում էին, Երկիր մեդիայով ցուցադրում էին։ Չէ, ես լրագրողների առումով մեր երեխեքը ովքեր հիմա տարբեր տեղեր են, կպնդեմ, որ սարսափելի բծախնդիր եմ եղել։ Լրագրողը պետք է ունենա մասնագիտացում, լրագրողը պետք է ունենա պաշար։ Ես պետք է անկեղծ ասեմ, շատ կարճ մի 2-3 օր էր աշխատել պրակտիկանտեր, ուղղակի չընդունեցի պարզ մի բանով, մենք ենք մեր սարեր կինոն չէր տեսել։ Իսկ իմ համար շատ կարևոր է ինտելեկտ։ Մասնագիտացումը շատ կարևոր է։ Դրա համար ես իմ լրագրողներին ահավոր սիրում եմ, բոլորի հետ էլ կապ պահում եմ։ Շատ հաճախ ես ու կինս մեկ-մեկ, որովհետև կինս էլ է Երկիր մեդիայում աշխատել, ասում ենք մենք այն ամենաբազմաթոռ պապիկ տատիկներն ենք, որովհետև մեր շատ երեխեք, որ ամուսնացել են, իրանք բալիկներով հավասար մենք էլ ենք ուրախանում։ Եվ պարոն Մանուկյան, ամփոփելով զրույցը, դուք որպես մարդ ձեր խոսքում էլ արդեն նշեցիք, որ չափազանց լավ է ճանաչում Նիկոլ Փաշինյանին։ Ինչ է կարծում, ինչ է անելու Փաշինյանը հաջորդի, օրինակ շարունակելու այսպես Ես չեմ ասի լավ եմ ճանաչում, որովհետև իրանք ճանաչել է այսինքն պատկերացնում որևէ մեկը իրեն թույլ տա ասի, որ սատանային լավ եմ ճանաչում։ Սատանային մենակ սատանան է լավ ճանաչում, ուրիշ որևէ մեկը չի կարող ճանաչել։ Ինչ որ փաստեր ամեն մեկը կիմանան, բայց նա սատանա է։ Այսինքն չեք
չգիտեք ինչ կարող է անել հաջորդի։ Ես գիտեմ, որ ինքը ատամներով, արյան գնով, ամեն ինչով փորձելու է պաշտպանել իր լրաթորը։ Այդ վստահ եմ։ Այդ իր ամբողջ քաղաքական կենսագրության մեջ դա ակնառու է։ Ինքը ոտատակ կտա ամեն ինչ, կզոհաբերի իր ընտանիքից սկսած իր ամենամոտ թիմակցին։ Դրա վկաներն ենք։ Բայց որ նա սատանա է, նայեք, ես երբեք իմ քաղաքական հակառակորդների նման բան թույլ չեմ տա ասել։ Մենք օրերս հակի հետ հանդիպանը Լևոն Զուրաբյանն ասում լսի ասում մենք որ մենք երկար տարիներ ծանոթ ենք քաղաքական հակառակորդ ամենավերջի քննադատությունները մեկ-մեկու ասում բայց երբեք թույլ չենք տվել Լևոն Տեր-Պետրոսյանին անձնապես վիրավորել։ Իմ ընտանիքը այսինքն կյանքա դրել բանտ եւ այլն զրկան երբեք մտքովս չի անցել բայց Փաշինյանը սատանա է այն ինչ որ անում է եկեղեցու դեմ այդ սատանան մենակ կարող անի ու սատանան կարող մոլորեցնի ինչ որ մարդկանց իր հետևից տանի ինչպես ուրեմն ազատվենք այդ ձեր նշած սատանայից տեսեք որտեվ արդեն դուք էլ ձեր խոսքում նշեցիք մի քանի շարժումներ ամեն ինչով ամեն օր աշխատելով ընտրություն լինի ընտրությունից դուրս փողոց լինի, փողոցում մարդկանց բացատրել լինի, համոզել լինի, ազգային ժողովում ելույթ լինի, Կիրակի շաբաթ գյուղ առ գյուղ պտտվել լինի, ամեն ինչ։ Բայց մի կարևոր բան կա, որը ցավոք սրտի հիմա լրագրողների շատ խոսեցինք։ Տեսեք, ցավոք սրտի պայմանական եմ ասում ընդդիմադիր լրատվամիջոցներ նույն խաղի մեջ են։ Նույն խաղի մեջ են։ Աչա Նիկոլը ինչ է անում։ Ես երբեմն ասում մի օր որ Հայաստանը չխոսի Նիկոլ Փաշինյանի մասին ինքնասպան կլինի։ Կգժվի ինքը։ Ինքը պարզ մի հատ իժան տեխնոլոգիա է, որը շատ լավ մտածված։ Ինքը առավոտը հելնում է, դա մարդկային այդ խելագարությունը չեմ էլ պատկերացնում, այսինքն առավոտը ժամը 8-ին եթե մի վիդեո դնում, ուրեմն ժամը 6-ին պետք է այդ թմբուկը խփած լինի։ Այսինքն պատկերացրու ընտանիքի անդամները ինչ վերջի հայհոյանքներն թող քնենք էլի։ Ամեն առավոտ ինքը ոչ մի բան չանում, որ ապուշ սրտիկա դնում։ Բայց ի՞նչ է կատարվում։ Այդ սրտիկը դնում է, բոլոր լրատվամիջոցները քան որ copy paste սիստեմ է, առավոտվա այդ խմբագիրը կամ հերթապահը բոլորը copy paste-ով անում են, առավոտը պարզ ես գիտեմ լորիում արտնացած գյուղացի, առավոտը ելնում եմ սուրճել չեմ ասի, թեյ խմելու Աչքս բացում եմ դե հեռախոսա բոլորի ձեռքը կա, բացում եմ ու առավոտ կշերանա իմ հետ Նիկոլ Փաշինյանը։ Առավոտ կշերանա բոլորի հետ, ամբողջ Հայաստանի բնակչության հետ Նիկոլ Փաշինյանը։ Պիտի մոռացնել տան Նիկոլ Փաշինյանին դրա։ Այո, սատանան մեր մեջ պետք է հանենք։ Այսօր մի քիչ ուրիշ տեսակ հարցազրույց եղավ, բայց շնորհակալ եմ հարցերի համար։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան զրույցի համար։ Իմ հյուրն էր ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Հույդա Գերագույն մարմնի անդամ Գեգամ Մանուկյանը։ Կհանդիպենք։